Հրապարակ թերթը գրում է. թեև ապրիլի 11-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը արտահերթ համագումար է նշանակել օրակարգում երկու հարց ներառելով, հաստատել կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաև ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն որոշ տեղեկություններով ԼՀԿ-ի տունը կռիվ է ընկել եւ տարաձայնություններ կան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու շուրջ։ Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ կուսակցության առաջնորդը բանակցում էր Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան ուժի հետ, որպեսզի նրանց ցուցակով մասնակցեին, սակայն բանակցությունները սպասված արդյունքը չեն տվել, իսկ ԼՀԿ ղեկավարը արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, սակայն թիմում կան առանցքային դեր ունեցող կուսակցականներ, որոնք կտրականապես դեմ են միայնակ մասնակցելուն, կարծում են, որ անտեղի ռեսուրսների վատնում է լինելու։ Հրապարակ թերթը գրում է. որոշ տեղեկություններով Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները, քանի որ նա Մոսկվայում մի բան է խոստանում, հասնում է Հայաստան, բոլորովին այլ բան է անում եւ գործում է հայ-ռուսական հարաբերությունների դեմ։ Ուստի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին շրջաբերական է իջեցվել ամեն ջանք գործադրել, որ Հայաստանում իշխանություն գա հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու ծրագիր ունեցող ուժ քպականները հույս են ունեցել Հայաստանում հակառուսական տրամադրություն հրահրել, խոսել հիբրիդային պատերազմի եւ երաշխավորից ազատվելուց հետո պետություն ձեռք բերելու մասին, բայց Ռուսաստանի հետ էլ սիլիբիլի անել։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ՀԿՄՍ նախարարության եւ Hills սպորտային համալիր կենտրոնի միջև ստորագրված հուշագիրը հարցեր է առաջացրել։ Ծրագրով նախատեսվում է պետական միջոցներով կառուցել 3 մարզահամալիր Գեղարքունիքի, Վայոց-Ձորի եւ Արարատի մարզերում, սակայն հետագայում դրանք հանձնել մասնավոր կառավարման։ Ըստ նախարարության շինարարությունը կիրականացվի 2026-ից 27 թվականներին, իսկ գույքը կմնա պետական սեփականությունում եւ նույն ժամանակ համալիրների կառավարումը կփոխանցվի մասնավոր ընկերությանը, իսկ կահավորման ծախսերի 80% կֆինանսավորվի պետբյուջեից։ Հրապարակ թերթը գրում է. Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը ակտիվ է սոցցանցերում, հիմնականում հօգուտ իշխանության, ասել էր, որ բիզնեսով է զբաղվում, պարզվեց ՔՊ-ի սրտիկներով շապիկներ են արտադրում։ Նա ասաց, որ միայն շապիկների լոգոներ չեն, կան նաև անկողային պարագաներ, սրբիչներ, մենք չենք ֆիքսվում մեկ ոճի վրա, օրինակ սրտիկներով շապիկներ, ասեղնագործում ենք ցանկացած գաղափար ըստ պատվիրատուի ցանկության, պատվերները բազմազան են, հաճախորդները տարբեր, իսկ հետագայում կարող է ՔՊ-ի հետ քաղաքական կուսակցության գործընկերություն ծագել, թե ոչ, պատասխանեց. այս պահին հստակ ծրագրեր չունենք, բայց զարգացումը մշտական գործընթաց է եւ ապագան բաց է նոր հնարավորությունների համար։ Հրապարակ թերթը գրում է. Արցախի դրոշը դպրոցի парքի անկյունից չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։ Դրոշը Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե ապրիլյան պատերազմի, թե 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Նրանք էլ դրոշի վրա իրենց անունները գրված ուղարկել են դպրոցին, սակայն Փաշինյանի Արցախատյաց քաղաքականության արդյունքում եւ ԿԳՄՍՆ-ից վերջերս դպրոցներին ուղարկված շրջաբերականից հետո դպրոցի տնօրինությունը կանգնել է ընտրության առջև կամ հեռացնել հերոսների անկյունը դրոշը ներառյալ, կամ տնօրենը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։ Ավելին կարդացեք Panorama.am կայքում եւ բանանորդագրվեք մեր ալիքին։